Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է տարանցիկ ճանապարհ տրամադրել Թուրքիայից դեպի Ադրբեջան բեռնափոխադրումների համար։ Այստեղ Հայաստանը ինչ տնտեսական օգուտներ կարող է ունենալ, սա արդյոք կարող ենք ասել լուրջ ձեռքբերում մեր Հայաստանի տնտեսության համար։ Տնտեսական առումով այդ լուրջ ձեռքբերումները երկաթգիծն ասենք այնտեղից, որ մեր երկաթգիծը ուղիղ դեպի Ադրբեջան այսօր չի աշխատում, այնտեղ քանդված է, բայց տնտեսական մասով էլ որ նույնիսկ եթե վերականգնենք, պետք է ֆիքսենք մեր երկաթգիծը ռուսական երկաթուղի դերժեդեի հավատարմագրային կառավարման ներքո է գտնվում ու առաջի շահառուն RЖD-ն է, ոչ թե մենք այնտեղից ուղղակի RЖD-ի եկամուտից պետք է հարգեր գոյանան բյուջեի համար տնտեսական առումով բնական է մի քիչ իրատեսական լուրջ թվերի մասին խոսել չի կարելի, որովհետև ցանկացած մարդ էլ գիտի, որ այդ շահութը հարգի նվազեցման հազարավոր մեխանիզմներ կան, որը որ կարող եք ասել RЖD-ն էլ բացառություն չի կիրառի, որպես մեջ շահութների մասին խոսել չի կարելի, այնպես որ հարցը ավելի շատ գտնվում է քաղաքական, արտաքին քաղաքականության հարթության մեջ, ոչ թե ուղիղ տնտեսական հարթության մեջ։ Այսինքն Փաշինյանի այս հայտարարությունը ինչքանով կապ ունի այն հայտարարության հետ, որ Հայաստանում ներկրվելու է ղազախական ցորեն։ Ղազախական ցորենի ներկրումը ուղիղ էլի արտաքին քաղաքականության վեկտորի հետ կապ ունի, այսինքն մենք այնպես չի, որ ցորեն չենք ներկրում, նոր ենք սկսելու ներկրել, մենք ներկրում ենք Ռուսաստանից, մենք շատ լավ գիտենք մեզ, որ ՌԴ-ն նույնիսկ արտահանման, ցորենի արտահանման խնդիր ունի, ոչ թե իր ցորենը չի երիկում, այլ չգիտի որտեղ իրացնի, այստեղ քաղաքական ինչ-որ կուրս է փոխվել, այսինքն փոքրացնում են, մեղմում են ռուսական ազդեցություն, այսպես ասեմ, կախվածությունը ՌԴ-ից։ Հիմի դա կախվածություն համարենք, թե կաբերի խզում այդ ամեն մեկը կմեկնաբանի յուրովի, բայց նաև մի կողմից մի մասով մի հատ բան կա, որ ինչքան էլ բաց լինի առևտրի մասը կարողանաց տարբեր երկրների հետ համագործակցել, բնական է սա իր էֆեկտը կունենա։ Նիկոլ Փաշինյանը նաև խոսում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրի մասին, այդ փաստաթուղթը ևս կարևոր ձեռքբերում է համարում, այդ փաստաթղթով ինչ օգուտներ է ունենում Հայաստանը եւ ովքեր են իրական շահառուները այդ փաստաթղթի։ Ասեմ ուրեմն օգոստոսի ստորագրված ինչքան հիշում հռչակագիր էր, հռչակագիր իրավական մասով պարտականություններ չի ծնում, կարելի ասել բարի ցանկությունների փոխադարձ ակտ, այսպես կամ ցանկությունների կամ մտադրությունների վերաբերյալ է, ոչ թե իրավական ինչ-որ հետևանքներ ծնող փաստաթուղթ է, բնական է, եթե ստորագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, արդեն այստեղից բարձ է շահառուն Միացյալ Նահանգներն, այստեղ տարբեր բաներ նայել պետք չի, շատ բնական է, ստորագրում է Մոսկվայում, շահառուն Մոսկվան է, ստորագրում է Նյու Յորքում, շահառուն Նյու Յորքն է, էս է, այստեղ այնպես չի, որ Նյու Յորքում իրենց շահերը հաշվի չեն առել, առաջնահերթ իրենց շահերն են հաշվի առել, որ այդ հռչակագիրը բերել են, ինչ-որ ձևի կազմել տրել են երկու ղեկավարների առջև, ամերիկյան շահերի սպասարկում։ Ձեր խոսքից հասկանալի է դառնում, որ հնարավորինս Հայաստանի իշխանությունները փորձում են Ռուսաստանի հետ խզել իրենց հարաբերությունները, դա կլինի արտաքին հարաբերությունները, դա կլինի տնտեսական, մենք տեսնում ենք, որ այսօր ապրանքի մթերման խնդիր ունեն, հատկապես գյուղատնտեսական ապրանքների մասին է խոսքը, Հայաստանի ապրանքները արդյոք մրցունակ են մյուս շուկաների համար։ Ուրեմն գյուղմթերքի մասին եթե խոսում ենք, պետք է նայենք թե նախ մյուս շուկաներում մի նկատի ունենք, կողքի երկիրը Թուրքիան է ինքը հզոր գյուղմթերք արտահանող է, այսինքն եթե դու բացում ես քո դռները թուրքական ապրանքների առջև, գյուղմթերքի բնական է Թուրքիան շատ արագ կգրավի այս բոլոր պատերազմները, որ գնում են, իրենք ցանկացած քաղաքականություն, նախատածրած
տնտեսագիտություն է, ցանկացած պատերազմ չստացված քաղաքականություն այս տրամաբանությունը է ու բոլոր պատերազմները առաջինը տնտեսականն են ու Թուրքիան կխժռի այդ մեր գյուղ ոլորտը։ Այդտեղ ինչ որ վարտագույն կամ հեքիաթներով ապրել իմաստ չունի։ Ուզում եք գնացեք, խնդիր չկա։ Եվրոպական շուկայի մասով ուղղակի մի բան էլի Լեհաստանը, Հոլանդիան, Ֆրանսիան, Բելգիան, այնտեղ Ռումինիան հզոր գյուղմթերքներ արտադրող երկրներ են։ Ինչքանով ենք մենք մրցունակ։ Ինչքանով ենք պատրաստ Հոլանդիայի պես հարյուրավոր միլիարդներ, տրիլիոններ ներդնել մեր գյուղ ոլորտ։ Բնական է այս տնտեսությունով այս պահին այդ իրական չի, իրատեսական չի։ Քանդել եղած է, չգիտեմ։ Այ խնդիրն է դա ռուսական շուկայում ապրանքը մրցունակ էր այնքանով, որ հիմնականում արդահանում էին այնպիսի գյուղամթերքներ, այնպիսի գյուղմթերքներ, որոնք որ Ռուսաստանում մշակաբույսեր չէին աճում։ Այսինքն այստեղ խոսել լուրջ եվրոպական մրցունակության մասին մեր ապրանքների իրական չեմ համարում էլի, դա մի քիչ իրական չի։ Դրա փոխարեն մի հատ նայեք, եթե նայում ենք այս ընթացքում նույն Վրաստանը ակտիվ գրավում է ռուսական շուկան, ակտիվ արդահանում է հանկային ջուրը Ռուսաստան, ակտիվ արդահանում է իր խմիչքը Ռուսաստան եւ ակտիվ ներկրումներ կա Ռուսաստանից, նույնիսկ խոզի մսի վերջի տվյալներով մի քանի անգամ ներկրումը մեծացել է։ Այս պարագայում, Հայաստանի պարագայում մենակ մի շուկայի վրա մնալն էլ է խիստ վտանգավոր, այսինքն ասենք, որ չէ, մենակ Ռուսաստանի հետ աշխատենք, այս էլ աբսուրդի տաշտից է։ Ուղղակի քայլեր ես գնում, որ պետք է քայլ ու շատ զգուշ առաջ գնալ, որովհետեւ չվնասել։ Այսինքն նայենք, թե ինչքանով ենք պաշտպանելու։ Եթե իրոք կարող են ստեղծել այնպիսի պաշտպանիչ համակարգեր ու իրացման այնպիսի համակարգեր, որը Եվրոպայում իրացել են, խնդիր չկա, բայց այսօր փաստացի է Ռուսաստանում կա իրացման հայկական ապրանքի իրացման համակարգ։ Այդ կապված է մեր ռուսական դաշտությունում բնակվող հայրենակիցների, օլիգարխների եւ այլնի ուղիղ այս մարդկանց ջանքերի հետ։ Իմի ունենք այդ համակարգը պատրաստի Եվրոպայում։ Բնական է չունենք, իսկ Եվրոպան ինչքանով իր վրա վերցնի այդ տեղը, այդ հարցի երկրորդ մասն է, որ բնական է այս նմանատիպ ինֆորմացիայի չեմ տիրապետում, կարող է իրենք ունեն պայմանավորվածություն, չգիտեմ։ Նաև ՔՊԱ-ականները խոսում են Թուրքիայի այդ սահմանի բացման մասին, ինչ վտանգներ է իրենից ներկայացնում Թուրքիայի հետ սահմանի բացումը տնտեսության վրա։ Ուրեմն առաջի սահմանի բացումը այդպես տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, վերացավ մեր կոշիկի արտադրությունը։ Եթե ոչ մարդիկ մոռացել են, թող մի հատ գնան Մասիսի կոշիկի ֆաբրիկա ու այնտեղ հարցնեն, թե որն է պատճառը։ Իրական պատճառը թուրքական էժան անվորա կոշիկի ներմուծումն էր։ Հիմի ունենք նորից կոշիկի արտադրություն։ Այս կոնկրետ մի ոլորտից խոսում եմ, այս կոշիկ արտադրողները ինչքանով են վստահ, որ վաղը նորից Թուրքիան չի ֆինանսավորելու, որ այստեղ վերացնեն կոշիկի արտադրությունը։ Այսինքն Թուրքիան շատ իր համար այդ հեշտ է, կոշիկ արտադրողներին կտրամադրի սուբսիդիա, կտրամադրի դոտացիա, Հայաստան կոշիկ ամեն մի զույգի համար գումար կտրամադրի, նույնիսկ ինքնարժեքից էժան կբերեն գլծը մի տարի, 2 տարի ապրանք այստեղ, արդյունաբերությունը, տնտեսությունը կքանդեն, հետո կներկբարձրացնեն։ Այդ ով է ասել, որ Թուրքիան մեր բարեկամն է, այդ ո՞նց դարձավ բարեկամ, էլի, ուզում եմ հասկանալ։ Մեկ օրում բարեկամ են դառնում։